Հիմա թուղթ եք չարել, ասում եք նայեք, սա Շուշին մենք ենք ստորագրել։ Այս մարդն ստորագրել, այս մարդ։ Ասում դուք գիտեք, որ Շուշին ես չեմ ասել, ես եմ ստորագրել։ Ես ասում օպերացիան ես եմ արել։ Այս վերջում մայիսի 8-ին Սերժ Սարգսյանը իր ելույթում ասաց, որ մի 3 անգամ փոխել են օրը։ Բայց չասեց պատճառը, ինչի համար են փոխել։ Նույն ես ասել եմ, որ օպերացիայի ամբողջովին փոխվել է 3 ուղղությունից դարել է 4 ուղղություն, նորից հետախուզություն եւ այլ ամբողջների պակասության մի շարք խնդիրներ, որ ձգվել է եկել դարել ամսի 7-ից 8-ը սկսվել է։ Սա իրականությունն է եւ այն 4-րդ ուղղությունը, որ ավելացրել ենք, եղել է գլխավոր խնդրի լուծողը։ Սա երկրորդ։ Երրորդն էլ ձեզ ուզում եմ ձեր հարցին հարցով պատասխանեմ եւ նրանց ովքեր դրանով զբաղված են։ Մի քարտեզերքների ման են գալիս։ Ժողովուրդ դուք գիտեք, բացի Շուշվից 8 շրջան են ազատագրել Մարտակերտը, 7 շրջան Ադրբեջան, Կալբաջար, Ջաբրայիլ, Կուբատլու, Զանգելան, Ֆիզուլի, Աղդամ, Մարտակերտ։ Դրանց քարտեզների ստորագրությունը ումն է։ Կարող է դել այդ տղորցուց չգիտենք մենք։ Ո՞դ էլ հանեք։ Հա, չէ, դա գլորվելով գնացինք առաջ։ Այդ է խնդրեմը։ Այդտենց է խապել է ժողովուրդը։ Դամա, ես չեմ ուզում ոչ մի բան, ոչ, եթե մեկին դու ես ուզում եմ վերագրում, չէ, ես ասում եմ իմ ներկայությամբ ստել այլևս չեմ թողելու։ Այդ քարտեզներում ստորագրությունը ումն է դերն է բանվան։ Սամվել Անդրանիկի Բաբայան։ Բոլոր այդ քարտեզների տակ ստորագրած այդ մարդ։ Դա իրականությունն է, դա փաստ է։ Մնացածը, դուք կինոյի պես պատմում են իրար։ Իսկ Շուշին, փաստացի դուք եք եղել ղեկավարը Պաշտոնյան, բայց այդ մարդը եղել է տեղակալ, եկել է փոխել։ Ես ասում եմ, լրատվական ձեր լրագրողներով հետախուզություն արում եք, ճշտեք։ Շուշի օպերացիայի օրը։ Չնայած Բաքուի մի ճշտվում է, ովքեր են եղել կոմանդնի պունկտում, այդ կոմանդնի պունկտի մարդկանց դերերից։ Ցանկացածին հարցրեք, ասեք, այս ինչը ով է, որտեղ է եղել, ժամը քանիսին է թողել գնացել։ Ամեն ինչ բազարն է դեր համար, բայց չի ես ասել։ Որին հարցնեք, պատմելու է։ Ուղղակի անուններով իմացեք, մեկին հրավիրեք տաղավար, հարց տվեք։ Բաքվից հրավիրենք բան բան։ Չէ, ես անոլեգը Բելարուսայում եմ, մյուսը, չգիտեմ, մի ուրիշ տեղ է։ Նայեք, տեսեք ինչ է, նա Օկացան Արգադյան իր ցուցմունքներում տալիս է Բաքու, դատարանով անցնում է, ինքն էլ եղել տեղ։ Տեսեք, իրանից բացի ովքեր են եղել տեղ։ Դա այդ մարդկանց տեղ հարցրեք։ Բան բան, քանի որ խոսեցիք հրադադարի հետ կապված, ամենաշատ քննարկել է եւ ես շատ եմ լսել այդ մասին, թե ինչու ամեն դեպքում խաղաղության պայմանագիր չկնքվեց։ Ինչու չգնացին այդ քայլին ժամանակի իշխանությունները։ Գիտեք, խնդիրն է դա Զուրաբյալովիկին էլի հարց տվեք, ինքը գիտեք հոյակապ բացատրելու է դա։ Ինքը մաստեր է։ 30 տարի մարդիկ կարողացել են այս ժողովրդի խապել, որ իրանց ունեն խաղաղության պայմանագիր։ Հիմա մեկ եկել է, ասում չունեք, սա տեքստը, կարդացեք, ստե խաղաղության պայմանագիրը չկա։ Բա ուրա։ Այդտեղ Լովիկին արդեն, բայց տեքստերը ես դες պիտի ուղարկեմ։ Այդ ինչ որ գրած է, նա կա թերթերում, դրած է, իմ գրքում էլ է դրած, թերթերում էլ է դրած։ 10 օր, 30 օր։ Ընթերցեցեք, Լովիկին նստացեք իմ տեղս, այդ հարցերը ուղղեք։ Խիչեք արել։ Այդ է որ ասում եմ, պիտի քեզ տային 5-6000 արկ, որ այդ խնդիրը լուծեիր, մտներ Միրբաշիր, վերջ, իրանք Մոսկվա իսկույն այդ թուղթը ստորագրելու էին։ Մենք սեպարատ ներքին կարգով համաձայնության։ Հիմի ուզում են այս մեկի ջեբը գցեն, մեկի ջեբը գցեն, խաղեր են տալիս, ասում եմ մի արա, խելոք բայ քեզ։ Վերջ տվեք։ Վերջ տվեք։ Ասեք, որ միջազգային գերտերությունների խելքով այսպես որոշումներ են կայացրել։